Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 1 Նրա այտերը խունկերի ածուների ու անուշահոտ ծաղիկների պես են, երկերքոց 5:13 Վերջապես եկավ ծաղիկների ժամանակը, մարտի քամիներն ու ապրիլի հորդ անձրևներն արեցին իրենց գործը, ողջ երկիրը ծաղկող գեղեցկություն է, ընկերս հագնվիր եղանակին համապատասխան և գնա երկնային մտքերի փունջ հավաքելու, դու հրաշալի գիտես որտեղ է գտնվում բյուրավետ ծաղկանոցը, քանի որ հաճախ է շնչել անուշահոտ ծաղիկների բյուրը, առանց հապաղելու գնա սիրելիի մոտ և նրա մեջ կգտնես գեղեցկություն և ուրախություն, երբ նրա դեմքը, որն այդքան դաժան ծեծվել է, այդքան հաճախ ուղղորդվել է արցունքներով և ապականվել է թքով, բարեգոթորեն ժպտում է այն հաճելի անուշահոտություններ է տարածում, Տեր դու չթաքցրեցիր երեսդ հարվածներից ու թքից, այդ պատճառով իմ գերագույն ուրախությունը քեզ փառավորելն է, այն ծածկված է տառապանքների կնճիռներով, ալ-կարմիր արյան շիթերով, որոնք հոսում են փշեպսակով պսակված ճակատից, անսահման սիրո այդ հետքերն իմ հոգին ավելի ուժգին են գերում, քան գարնան ծաղկունքը, եթե չի հաջողվում տեսնել նրա ամբողջ դեմքը, ես կցանկանայի տեսնել գոնե այտերը, քանի որ նույնիսկ նրան նետված թռոցիկ հայացքն ինձ լցնում է հոգևոր թարմությամբ և աննկարագրելի հիացմունք է բերում, Հիսուսի մեջ ես ոչ միայն անուշահոտություն եմ գտնում, այլև բյուրավետ ծաղկանոց, ոչ թե առանձին վերցված մի ծաղիկ, այլ ծաղիկների բազմազանություն, նա ինձ համար և վարդ է, և շուշան, և մանուշակ, և հիանալի ծաղկաբույր, երբ նա ինձ հետ է ամբողջ տարին, փթում է գարունը, և իմ երջանիկ հոգին թարմանում է նրա սիրո վաղորդյան եղյամով, այն մխիթարություն է գտնում թռչունների դայլելի մեջ, որոնք երգում են նրա խոստումների մասին, թանկագին Տեր Հիսուս, թույլ տուր ինձ իմ ամեն գործում ճանաչել քեզ հետ անցած հաղորդակցության երանությունը, ես արժանի չեմ քո ուշադրությանը, իսկ դու բարեհաճեցիր ինձ սիրել, թույլ տուր սիրել քեզ փոխադարձ սիրով,